Այստեղ մեր world champion Artur Abrahamն է եկել է Los Angeles իր մայիս 14-ի բռնցքամարտու Andre Ward-ի հետ, իր Super 6 տուրնիրի հետ։ Artur ջան, ոնց է տրամադրությունը եւ Los Angeles-ում ստեղներ քո լրիվ ընկերների եւ ընտանիքի հետ։ Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Ես այստեղ ցավոք մի քիչ ժամանակ ունեմ իմ ընկերների, իմ հարազատների, իմ բարեկամների համար, որովհետեւ ես չեմ եկել այստեղ հանգստանալու, եկել եմ այստեղ մրցումների մարզվելու։ Ինձ թվում է մրցումից հետո նոր ժամանակ ունենամ իմ ընկերներին, իմ հարազատներին տեսնել, այսօր լավ էր ինչ որ մի պատճառ էր պրես կոնֆերենցիան, որ բոլորի հետ հանդիպեցի։ Բայց ես Los Angeles շատ եմ սիրում, որովհետև այստեղ շատ հայեր կան եւ շատ լավ հայեր կան եւ ուրախ եմ ամեն անգամ որ Los Angeles-ում եմ։ Եվ հիմա շաբաթօրը իհարկե լրիվ Los Angeles-ի հայերը պիտի որ այնտեղ լինեն, քեզի ոգևորեն եւ ռինգի մեջ օգնեն քեզ։ Այդ քեզի մի ձևի օգնում է կամ պայքարում է որ հակառակորդի դեմ։ Իհարկե, ինձ շատ է ոգեշնչում, երբ որ իմ երկրպագուները գոռում են, ինձ ոգևորում են, ինձ փորձում են ուժ տալ, ես դա լսում եմ, զգում եմ եւ դա ինձ ավելի է ուժ տալիս։ Իսկ քո մայիս 14-ի բոյից հետո որ հետ վերադառնաք Գերմանիա թե արդեն Հայաստանով։ Ես առաջին հերթին վերադառնալու եմ Գերմանիա, որովհետեւ իմ բոլոր իմ մարզական զգեստները եւ կոշիկները եւ այլն բոլորը մենք պետք է տանենք Գերմանիա, ես կգնամ Գերմանիա, մի քանի օր այնտեղ կհանգստանամ, հետո նոր կթռնեմ Երևան, որպեսզի իմ հարազատներին, իմ բարեկամներին տեսնեմ։ Եվ դրանից հետո նոր կգնամ հանգստանալու ինչ որ մի պետություն, որտեղ որ ընդհանրապես շատ քիչ մարդիկ կան, որտեղ որ կարող եմ մի քիչ գոնե իմ համար առանձին ժամանակ ունենալ։ Իսկ Երևանի եւ Ռուսաստանի հայերին ինչ խոսքեր կուզենաք փոխանցել։ Ես մենք գիտենք, ես շատ լավ հարազատներ ունեմ, իմ հորեղբայրը, իմ հորեղբայր տղաները, մի խոսքով իմ հորական կողմը համարյա թե բոլորը Մոսկվայում են ապրում, շատ բարեկամներ ունենք Ռուսաստանում։ Իհարկե մենք բոլորս տեղյակ ենք, որ մեր Ռուսաստանի հայ համայնքը շատ ուժեղ է, կարելի ասել ամենաուժեղ հայ համայնքն է այսօր եւ շատ օգնում է Հայաստանին ամանապես, որ դա ամենակարևորն է։ Ինչ կուզեի ասել, ես կուզենայի որ բոլորին իմ հաղթանակով ուրախացնեի, ուրիշ ոչինչ ես չեմ կարող անել եւ բոլորին ցանկանալ առողջություն եւ թող իրանց սրտով իրանց տա բոլորին, ովքեր որ այնտեղ ապրում են։